Երևանի ժամանակով զրուցաշարն է Factor TV եթերում, բարև ձեզ։ Մենք հյուրընկալում ենք մայրաքաղաքի ճակատագրով հետաքրքրվող արվեստի գործիչների, մտավորականների եւ այսօր մեր հյուրն է կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Պարոն Սաֆարյան, դուք մշակութային գործիչներից եք, որը հաճախ է լինում արտերկրում եւ նույնիսկ դասավանդել եք Գերմանիայում, Հոլանդիայում եք երկար տարիներ աշխատել եւ այլն։ Հետաքրքիր է համեմատելով այլ քաղաքների հետ։ Հարազատ մայրաքաղաքը ինչ յուրահատկություն ունի, ինչով է այն տարբերվում։ Մեզանով, առաջին հերթին մարդկանցով։ Եվ իհարկե արտաքին էլ Երևանը յուրահատուկ քաղաք է, դեմք ունեցող քաղաք է։ Թվում է թե բոլոր քաղաքներն էլ ունեն դեմք, բայց գիտեք, այ մարդիկ են անցնում։ Մեկը ավելի այնպես արտահայտիչ, մյուսը առավել արտահայտիչ, Արնո Բաբաջանյանը։ Մենք պիտի շատ շնորհակալ լինենք մեր մեծ Թամանյանին, որ այս քաղաքն ունենք, եթե խոսում ենք արտաքին տեսքի մասին։ Իսկ ներքին աուրան ինչպիսին է այսօր Երևանի։ Երևանցիները ինձ թվում է անկեղծ են արտահայտում իրենց ուզումները, իրենց գայական աշխարհը բաց է, դուրս հանած է։ Դրսում Արևմտյան Եվրոպայում երբ տեսնում ես մարդ մի քիչ այնպես չի զգում, ուզում ես հարցնել, that's private, դա անձնական է, գործ չունես։ Գուցե մենք մեզ մոտ էլ է շատ բաներ փոխվում, բայց շատ հաճախ է, որ տեսնում ես մարդ ինչ-որ դժվարության մեջ է, մի քիչ օգնության կարիք ունի, մենք անտարբեր չենք անցնում եւ ես կմաղթեմ, որ մեր բնորոշ երբեք չդառնա անտարբերությունը։ Երևանցին անտարբեր երբեք չի եղել, ինձ թվում է դա է տարբերում։ Պարոն Սաֆարյան, անդրադառնանք Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտին, նշել եք, որ կինեմատոգրաֆիայի համակարգ որպես այդպիսին Հայաստանում չկա, չի ձևավորվել։ Գիտեք, ինչն է խնդիրը, ինչու՞։ Դաժան է հնչում։ Ես հիշում եմ ինչ եմ ասել, այո, ասել եմ, որ ոչ թե թերի է, ոչ թե վատ է աշխատում, որպես համակարգ գոյություն չունի։ Առաջին քայլից մինչև ֆիլմի իրականացումը, ֆիլմի ճակատագրով զբաղվելը, այդ ամենը այսպես շղթայի մի զանգվածներ են փաստորեն, որոնք ամեն մեկը իր բջիջն ունի, էլի իրար միացած եւ երբ մեկը հանում ես, քանդվում է։ Մեզ մոտ մեկը չի հանած, մի քանիսն է հանած։ Ես ասել եմ ինչ, ես ասել եմ, որ մենք անում ենք ֆիլմեր, իհարկե ռեժիսորներն անում են, բայց անում ենք իհեճուկս։ Հակառակ այն պայմանների, որ կան։ Մարդիկ կան, որոնք կարող են հակառակ պայմանների գործել, ստեղծել, ստեղծագործել։ Իսկ մարդիկ կան, որ եթե պահանջը չկա եւ նույնիսկ խանգարող ուժ կա, չեն անի։ Դա չի նշանակում ներողություն, որ այդ մարդիկ ասելիք չունեն։ Պիտի կարողանանք այն պայմանները ստեղծենք, որ հնարավոր ինչափ խանգարիչ հանգամանք քիչ լինի։ Երիտասարդը, որը ասելիք ունի, հետաքրքիր մոտեցում ունի, Ես հենց դա եմ ուզում հարցնել։ հնարավորություն ունեն անելու։ Երիտասարդ հայ ռեժիսորները, որոնք չունեն օրինակ ձեզ պես պրոդյուսերական հատկություններ։ Ինչ Դուք անեն համարում եք, որ ես ունեմ։ Այո, դուք նաև պրոդյուսեր եք։ Ես ճարահատալ եմ ձեռք բերել, այո։ Դա ուրիշ մասնագիտություն է։ Ես համամիութենական կինոինստիտուտում գիկում դա իհարկե եւ սովորել եւ ուսումնասիրել եմ եւ շատ այդ բնագավառի պրոդյուսերության մեծ ուսուցիչներ եմ ունեցել, բայց չէ որ ոչ բոլորը ունեն այդ հատկությունները, ուրեմն ինչ կոր չեն գնան այդ ռեժիսորը։ Իմ ասածը հենց դա է։ Գիտեք ինչքան հաճախ ես լսում եմ այսպես փողոցներում կամ տաքսիով գնում ես խոսքի կինոյում եք աշխատում, բայց են մեր այն ժամանակվա այն լավ ֆիլմերը չկան։ Կան, հազվադեպ են լինում։ Չգիտենք, երբ որ գնում չեն իմանում։ Իսկ ինչ պետք է անելի համակարգ այս դեպքում։ Համակարգի դերը ինչ։ Ես չի պիտի զբաղվեմ, չէ՞ իմ ֆիլմն, ես ֆիլմս արեցի, մյուս ֆիլմի մասին դիմա։ Այն խորհրդային ժամանակները, որ ասում էին պրոկատ, այսօր ասում ենք դիստրիբուցիա, դրանով պիտի զբաղվող լինի։ Ով պետք է դանի, պետությունը։ Թե ինչ որ պետությունը ոչ մի բան չպիտի անի։ Պետությունը պարզապես որ չի կարողանում անել։ Դիստրիբուցիայով զբաղվող ինձ թվում է ոսկե ծիրանի սահմաններում արդեն պրոֆեսիոնալներ կան, որոնք կարող են ներքին դիստրիբուցիայով սկսեն զբաղվել։ Իհարկե շատ լավ կլինի, եթե պետությունը սատարկ անի։ Իհարկե
մեր կինոն եւ ոչ մի գիտեք ինչ արվեստի գործ առանց պետական աջակցության չի կարող ստեղծվել։ Կոմերցիոն կինոն ուրիշ բան է, արվեստի գործն ուրիշ բան է։ Մենք կարողացել ենք, իմ մասին չի խոսքը, Հայաստանի մասին է խոսքը, այն հազվագյուտ կետերից ենք եղել, որ այդ կոմերցիոնը եւ արվեստը կարողացել ենք համակցել։ Մենք ունեցել ենք Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, չթվեմ բոլորին։ Գիտեք ինչ, դրանց ֆիլմերը թե ժողովուրդն էր սիրում, եւ թե բարձրարվեստ գործեր էին հիմնականում։ Այո, պարոն Սաֆարյան, հիմա մենք չի գործնում, չեմ թողնում, խոսքացեք ասեք։ Մեր զրույցի ընթացքում մենք ինքներս մեզ հակասեցինք, այսինքն սկզբում ասացինք, որ պետությունը չի կարողանում միջամտել ոլորտի առաջ խաղացման։ Հետո ասում ենք, որ առանց պետության միջամտության չի կարող լավ արվեստ ստեղծել։ Ասեմ։ Ուրեմն ինչ է մեզ մնում։ Մեզ մնում են այելի համակարգված այդ ինձ հարցերին ինչն է մեզ խանգարում, ինչը մեզ կարող է զարգացման խթան հանդիսանալ, ես ինձ թվում է այսպես պատասխանեցի, որ կրթությունը, գիտությունը եւ արվեստը ոչ թե ժամանակի ազատություն։ Այո, ինչու է հարկավոր մշակույթը պատմությունն իմանալ, որպեսզի այդ կապը, որպեսզի այդ անդունդը, որ ասենք դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել, ու մեր մեծերը լցրել են, Արնո Բաբաջանյանը, եթե չկարողանար այդ անդունդը 700-800 տարվա ինքը լցնել չէր անի, Արամ Խաչատրյանը չկարողանար չէր անի, Մարտիրոս Սարյանը չկարողանար չէր անի, այսինքն հաջորդ քայլը անելու համար, որպեսզի անդունդը չընկնես, այդ անդունդը ինքդ պիտի լցնես, բայց լցրել են մարդիկ, մենք ինչու ենք նորից անդունդ ստեղծում, ինչու չօգնենք մեզանից հետո եկող սերնդին, որոնք, բայց նրանք էլ պիտի, գիտեք, դեղատոմսեր չկան, բայց ճանապարհներ կան, ուղիներ կան, որոնք մենք կարող ենք ցույց տալ, եւ այդ երիտասարդի գործն է այդ ուղիով գնալ, շարունակել, թե այդ ուղին չընտրել իրենը, ուրույնը, բայց չիմանալ ու ամբողջ կյանքը այսպես մութ անտառի պես փնտրել, երբ որ իմացություն պիտի լինի։ Դրա մասին է խոսքը։ Ամենավտանգավորը դա է, եթե մենք այդ կապը վերջնականապես կորցնենք։ Գիտեք ինչ, մի անգամ ասացի ես, որ առևտուրը ազգային դեմք չունի, բոլորն էլ ոչ ոք չի ասում վրացական առևտուր, ռուսական, բայց վրացական արվեստ, ռուսական արվեստ, իտալական արվեստ, հայկական արվեստ, այսօր ինչն է մեզ հարկավոր։ Սպորտը հարկավոր է իհարկե, դրանով մեզ ճանաչելու են։ Գիտությունը հարկավոր է, այո։ Արվեստը հարկավոր, արվեստի մեջ ինչ։ Կինոն հնարավորություն ունի այսօր, կարող է մի 2-3 տարի հետո այդ հնարավորությունները ավելի սղվեն։ Պարոն Սաֆարյան, հայտնի է, որ Արմեն Ամիրյանը մտադիր է կինոկենտրոնին կամ զուգահեռ, կամ դրա փոխարեն ստեղծել ֆիլմարտադրության հանձնակատար։ Արդյոք սա լավագույն տարբերակն է, որպեսզի ֆիլմարտադրության ոլորտում ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Ես չեմ ուզում ասել, որ ես չեմ հետաքրքրվում, բայց այն ինչ չգիտեմ, չասեմ, իմ ինֆորմացիան շատ քիչ է այդ մասին։ Կինոկենտրոնի գործունեությունը ձեզ բավարարում է որպես։ Բոլորովին, մի կողմից ես կարող եմ ասել կինոկենտրոնը չլիներ, ես ոնց պիտի անեի ֆիլմը, մյուս կողմից այն ինչ որ պիտի անի, իհարկե շատ ավելի շատ դժվար է այդ խնդիրները լուծել եւ պետք չի ասել մենք կարողացել ենք, մենք 20 ֆիլմ ենք արել։ Եթե 20 ֆիլմից 1-2-ն է, ուրեմն 1-2-ն ենք արել։ Ճիշտ ոտենանք, աչքակապությամբ չզբաղվենք։ Ես չեմ համարում, որ չի գոհացնում ձեզ այդ կառույցի գործունեությանը։ Այդ ամենը դեռ համակարգ չկա, միայն դա։ Դա համակարգ չի, առանձին դա օղակ է, որ պետական ֆինանսավորումը այդ օղակի միջոցով հասնի պրոդյուսերին, բայց համակարգ չէ։ Պիտի լինի համակարգ։ Պարոն Սաֆարյան, իսկ դուք կողմ եք, որպեսզի կինոկենտրոնը լուծարվի, թե վերակազմավորվի։ Ես չեմ համարում, որ արագ որոշումները ճիշտ են։ Ես ժամանակին փորձել եմ իմ դիրքորոշումը պարզ արտահայտել, թե ինչու չի կարելի պետական կինոստուդիա Հայաստանին չունենալ։ Աչքի առաջ ունենալով նույնիսկ օրինակներ, Դեֆա ստուդիան, որը ժամանակին Ուֆա է եղել, հետո գերմանական
դեմոկրատական կոչված հանրապետությանն է եղել, նրանք վաճառեցին, բայց դուք պիտի տեսնեիք այն կետերը, որոնք իրավունք չուներ նոր տերը խախտելու։ Ինչ կետեր ենք, բոլորը խոսում, կինոյի օրենք պիտի լինի, խոսքերը ճիշտ են, օդում են, ինչպես կարելի է կինոյի օրենք չունենալ ու կինոյի ոլորտում բնագավառում քայլ անել, իսկ դա հանցավոր քայլ է, օրենք չունենք, բայց միայն ասում ենք, բոլորս գիտենք, որ պիտի կինոյի օրենք, ընդհանուր չեն ասում, քայլեր կան, բացի դրանից մենք մեր փորձն ունենք, հիմա էլ մտածում ենք գուցե դրսից ինչ-որ մեկը գա մեզ փրկի։ Կինոլորտի մասնագետներ դրսից հրավիրվեն, դրա մասին է խոսքը։ Ես չեմ կարծում, որ մենք չունենք մասնագետներ, որոնք կարող են իմանալով առարկան օգնել մեզ ոտի կանգնել նորից, իմանալով մեր հնարավորությունները, իմանալով մեր թույլ ու ուժեղ կողմերը, կադրերը վերջին հաշվով, իմանալով ով է, մենք շատ լավ գիտենք ով է ուժեղ ռեժիսոր, ով է թույլ, ով է պրոդյուսեր, ով չէ։ Պարոն Սաֆարյան, Հայֆիլմ կինոստուդիան վաճառքի է հանվել, ըստ ձեզ ավելի լավ է, որ այն մասնավորեցվի, այսօր որորդ անգամ, առաջին անգամ։ Ճիշտ եմ ասում, կարող է բաց եմ թողել, բայց հաստատ առաջին անգամը չէ եւ առաջին անգամ ձախողվել է։ Հարցը հանենք։ Ուրեմն չի պիտի վաճառվի, եթե հետա պետականացվել, ուրեմն պիտի ամեն կերպ գտնվի, թե ով է ինվեստոր լինելու, ով է պահելու, բայց չի կարելի նորից տալ, նորից սխալվել, ես այդպես եմ կարծում, բայց ես գիտեք ինչ, ես այդ գործընթացից, այդ process-ից ոնց որ դուրս լինեմ, չնայած ես կարող եմ որոշ խորհուրդներ տալ։ Եվ ո՞րն է ձեր խորհուրդը, մեզ հետաքրքիր։ Իմ խորհուրդը ես հիմնականում ասեցի, Հայֆիլմի պարագայում ես ուրիշ բան ասեմ, գիտեք, այդ խորհուրդները մի կողմից 1-2 նախադասություն են, մյուս կողմից մի քանի տարվա աշխատանք, բայց ես մի ուրիշ բան հիշեմ, երբ ցավ էի ապրում եւ իսկապես ծանոթ ընկերը երբեք այդպես բան չէր ասի, ասեց լավ Դավիթ ոնց որ պապու տունն անենց էս բանանում, ծախել են։ Ես ուղղակի մեջբերում եմ վերում, դրա համար այդ Դա կինովոլորտի գործի չի ասողը։ Ոչ, կարևոր չի։ Մարդ է ասում, ինձ է ասում, որը ծանոթ է, ընկեր չի։ Ասում է Դավիթ ջան, ինչ ես հիմա սիրտը ցավում է դրա համարին, ասեցի, գիտես ինչ, պապուս տունն է, թե փոխարական իմաստով։ Թե տարածիորեն իմ պապը Սարգիս Սաֆարյանը Բեկնազարովի հետ եկել հիմնել են այդ կինոստուդիան։ Բաքվից միասին են եկել այստեղ։ Հա հենց իմ պապի տունն է։ Իմ պապս ինձ 4 տարեկանում բերել է Հայֆիլմ կինոստուդիայի բակ։ Ես հիշում եմ, ես շատ վառ դա եղել։ Ինձ հարցին ամենավառ տպավորություն դա է իմ ամենավառ տպավորությունը մանկության։ Եվ ես ասեցի, ես այս բակում ուզում եմ խաղալ։ Ես մինչև հիմա այդ բակում խաղում եմ։ Բայց այդ բակը ուզում են քանդեն ու ասում են ինչու ես ցավում։ Ասում են ով ասեց չկա Հայֆիլմ ստուդիա։ Ով ասեց կա, չկա, եկեք էլի եմ ասում, աչքա կապությամբ չզբաղվենք։ Ամբողջը պետությունը չի կարող անել, բայց ուղղակի այսպես տալ ասել մեզ չի վերաբերում, այդպես չէ։ Ձեր նշած կետերը պետք է լինեն այս բaragայում, որ քիչ առաջ նշում եք։ Մարդիկ մենք պիտի խելքի տանք տեսնենք որ կետերն են, որ չի կարելի խախտել։ Մենք ունենք մեր կինոն, որը ունեցել ենք։ Ես դա եմ շատ հանկարծ իմացել, որ Հայֆիլմ կինոստուդիան վաճառելու հետ միասին այդ ամբողջ ֆիլմերի իրավունքները տասնյակ տարիներով վաճառվել են։ Դա անհնար բան է, դա ազգային հարստություն է, դա 1-2 կամ մի խմբի կամ մի կուսակցության կամ մի շրջանում որոշելու բան չէ։ Մեֆիստո ֆիլմը բոլորը, ովքեր հետաքրքրվում են գիտեն, այդ ֆիլմի պրոդյուսերի մասին է։ Ինձ հարցրեց ասած, քանի կինոթատրոն ունեք ձեր մայրաքաղաքում։ Չեմ կարծում գիտեր, բայց հիմա մտածում եմ կարող են գիտեր, որ ասեց։ Ասեցի, չգիտեր, հաստատ, որտեղ ասացի, ստույգ թիվն ասեմ, թե կլորացրած, ասեց չէ կլորացրած, ասեցի 0, նորից վերադառնամ Ոսկե Ծիրանին, ինչով է լավ, որովհետև գալիս են, տեսնում են, գիտեն, որ արտասահմանից լավագույն օրինակներն են բերված եւ մեր ֆիլմերը, որոնք կարող են դիտել այդ հարթակին։ Մենք այն հանդիսատեսին, որին ասում եմ, որը ուզի, բայց չգիտի, նրան հետ ենք բերում, նրան կարողանում ենք պահել եւ պիտի կարողանանք դաստիարակել, որ սա կինոարվեստ է, սա ժամանցի համար է, սա պոպկորնով կարելի է, սա պիտի մտածես։ Պարոն Սաֆարյան, Ոսկե Ծիրան փառատանում հայկական համայնապատկեր անվանակարգում ժյուրի նախագահ էիք, ըստ ձեզ որն էր ամենաուժեղ ֆիլմերից մեկը։ Խաղարկային
ֆիլմերի, որ ընդամենը 3 ֆիլմ ունեինք, որ պիտի նայեինք, ուրեմն Դոնալդը լաց եղավ ֆիլմը, տարբերվում էր, ոչ միայն տարբերվում էր եղածից, բարձր որակի խաղարկային գեղարվեստական ֆիլմ էր։ Ես ուզում եի դուք նշեք այն ֆիլմը, որը մրցանակ չստացավ գուցե։ Կար այդպիսի ֆիլմեր կար։ Դա նախ ինձ շատ էր դուր գալիս այդ ֆիլմը, ոչ թե դուր էր գալիս, ես համարում եմ ուժեղ ֆիլմերից մեկը, դա Արա Մնացականյանի Դատավարություն ֆիլմն էր, թե թեման, թե մոտեցումը, գտնված ձևը մատուցման, բայց մնացած ժյուրի անդամները չկիսեցին իմ կարծիքի եւ ֆիլմը մրցանակ չստացավ։ Խնդրեմ, այդ օրինակն էլ կա։ Մյուս օրինակը Թամարա Ստեփանյանի ֆիլմն է, որը մենք ընդունեցինք։ Շնորհակալ եմ պարոն Սաֆարյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ այս գեղեցիկ պայմաններում ինձ հրավիրեցիք եւ լսեցիք իմ քաոտիկ մտքերը շատ կարեւոր մի բնագավառի հետ կապված։ Ինձ համար հարազատ։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ Factor TV եթերում Երևանի ժամանակով զրուցաշարներ կհանդիպենք։